Ողջույն սիրելիներս, այսօր շատ համեղ աղցան եմ պատրաստել և ուզում եմ այս տարբերակով ձեր հետ կիսվել։ Մի քիչ անսովոր բաղադրիչներ եմ օգտագործել, բայց առողջ, վիտամիններով հարուստ, բանջարեղենով օգտակար աղցան եմ պատրաստել։ Այստեղ բանջարեղեն ունեմ, գունավոր պղպեղ, մաղադանոց, կաղամբ, գազար և օգտագործելու եմ այս բրնձի լապշան առանց գլուտեն, սա բոլորին թույլատրվում է, ինքը առողջ սնունդ է, այսինքն և սովորական մարդիկ կարող են օգտագործել և առանց գլուտեն սննդակարգից օգտվողները։ Շեշտվում է առանց գլուտեն, որպեսզի իրենց ափսեները, ամանները, ոչինչը ցորենի հետ առնչություն չունենա, դրա համար հատուկ սննդակարգ է կոչվում։ Կռաբի շերտեր եմ օգտագործելու, մինչև բանջարեղենը լավ հոսող ջրի տակ կլվացվի, պատրաստենք լապշան։ Լապշայի համար պետք է նախատեսված է 300 գրամ լապշայի համար օգտագործել 1 լիտր ջուր, այսինքն 1 լիտր ջուրը պետք է եռացնենք, աղավելացնենք և 300 գրամը լցնենք մեջը։ Հիմա քանի որ ես միայն ամուսնուս համար եմ անում, քիչ չափաբաժնով պետք է անեմ։ Վերցրել եմ կես լիտր ջուր, վրան լցրել եմ 100 գրամ լապշա, բրնձի լապշա և իհարկե աղով եփեցի, անընդհատ պետք է խառնենք, որպեսզի իրենք իրար չկպնեն, որովհետև ալյուր չեն պարունակում, ինքը ձիգ չի, մի տեսակ հալվում է։ Եփում ենք 5-ից 7 րոպե, եփելուց հետո պետք է սառը ջրի տակ պահենք, հետո վերջում եռման ջրով մի հատ ցողենք, այսպես գրված է հենց տուփի վրա։ Սիրելիներս, լապշան եփեցի, բրնձի լապշան եփեցի, հիմա դնում եմ մի կողմ, անցնենք բանջարեղենը կտրատելուն։ Այս խոհանոցային տախտակները դե տեսել եք, էլի եմ ցույցադրել, ներկայացրել, շատ հարմար է, շատ գեղեցիկ է խոհանոցում և նաև դանակի հետքերը չի մնում, տեսանյութի ներքևում արտիկուլը կդնեմ։ Այս ձողիկները ինչպես ուզում եք կտրատեք, ես մանր մասերի եմ բաժանելու, հետո աղցանի մեջ, երբ որ խառնեմ, ինչպիսի տեսք կունենա, թող ունենա։ Միևնույն է, իր այդ գունային տարբերությունը մնացած բանջարեղենից շատ գեղեցիկ է դարձնելու, դե համն էլ մենք բոլորս սիրում ենք։ Սիրելիներս, պատրաստում եմ այն աղցանը, որը այս բրնձի լապշայի տուփի վրա գրված է։ Առանց գլուտեն սննդակարգը նրանով է լավ, որ յուրաքանչյուր տուփի վրա կլինի ալյուր, կլինի հաց կամ թեկուզ մակարոն, լապշաներ, բոլոր տուփերի վրա պատրաստման եղանակներ են նշված և հենց այդտեղից էլ կօգտվեմ, կպատրաստեմ նույն ձև։ Այստեղ նշված է, որ պետք է պղպեղը կտրատել մի քիչ երկար, ես երկար կտրատեցի, բայց հետո ճիշտն ասած մի փոքր փոքրացրել եմ, որ ամուսինս ուտելուց չբողոքի, թե մեծ են կտորները, կարող եք կուբիկաձև կտրատել։ Պետք է նշեմ, որ այս լապշան ես գնել եմ Ռուսաստանից, այնտեղից եմ բերել, բայց ինձ թվում է հենց այս տուփովը չի լինի, մեկ այլ տուփովը կլինի, եթե այդ սննդակարգից եք օգտվում, ուրեմն հաստատ խանութի տեղ կիմանաք։ Պարտադիր չի հենց այս տեսքը կամ տեսակը լինի, պարզապես ցուցադրում եմ, թե ինչքան հեշտ է աղցանը պատրաստելը։ Այստեղ բաղադրիչները կտրեցի, գազարը, գունավոր պղպեղը, կռաբի ձողիկները, մի խոսքով լապշան էլ արդեն պատրաստ էր, հիմա կաղամբը։ Տուփի վրա նշված էր, որ պետք է ավելացնենք բրոկոլի, բայց քանի որ ես չունեի, փոխարինեցի մյուս կաղամբազգիներին պատկանող սովորական կաղամբին։ Մանր կտրատեցի, որը այստեղ պետք է 5-ից 7 րոպե տապակենք, տապակվել ընդհանրապես պետք չի, պարզապես դաղված բուսայուղի մեջ մի 5 րոպե պետք է խառնենք, որպեսզի բանջարեղենը թուլանա։
Երբ բանջարեղենը թուլանա, ավելացնում ենք կարմիր պղպեղը և սոյայի սոուս։ Կրակը անջատել եմ։ Այս սոյայի սոուսն ավելացնելուց պետք է կրակ չլինի տակը, չպետք է էլ տապակվի։ Հիմա այստեղ կխառնեմ, կափարիչով կծածկեմ, կթողնեմ մի 5 րոպե, հետո նոր մի հատ ինքը գոլորշով նորից եփվի, թուլանա, հետո կվերցնեմ ու հենց տակ-տակ կմատուցեմ։ Սա կարող եք և տաք ուտել, և սառը վիճակում ուտել։ Սիրելիներս, բաղադրիչները տեսաք, արդեն հասկանալի է, թե ինչքան համեղ է լինելու, նույնիսկ հենց մենք էլ ենք փորձել, շատ հավանեցինք, չպատկերացրեցի, որ նույնիսկ այս կարգի համեղ կլինի, հաճախակի կպատրաստեմ և ամեն անգամ ձեր հետ չեմ կիսվի նույն բաղադրատոմսով, տարբեր նորություններով հաստատ կկիսվեմ։ Այսքանը սիրելիներս, հիմա մի հատ էլ մտածեմ, թե ինչպես գեղեցկացնեմ, մի փոքր գազարի ծաղիկ կպատրաստեմ, ահա տեսեք, և ընդհանուր ափսեն կգեղեցկացնեմ։ Դուք էլ պատրաստեք, քանի որ այս աղցանը սնձան չի պարունակում, շատ օգտակար է և առողջության համար հենց դա էլ պետք է։ Սիրելիներս, կիսվեք, պահպանեք, տարածեք, թող ձեր օգնությունը լինի իմ ալիքը էլ ավելի տարածվելու և զարգացնելու համար։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։